Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է խոսենք մի կարևոր թեմայի մասին, որս վերջերս մեդիա դաշտում տարբեր հարթակներից շատ են խոսում իշխանամետ ուժերը, իշխանության ներկայացուցիչները, ուրեմն ու ոչ միայն մեր, ուրեմն սենց մի հատ զուգադիպություն է, թե ինչա չգիտեմ, ամբողջ օրը, երբ ես ինտերնետը միացնում ենք բան, այտենց մի բան հանդիպում է, ուրեմն Ալիևն ու մերի բանը, մեկ էլ Փաշինյանն ու Աննան ամբողջ օրը մեր ազգին, հայ զինվորին, հայ սպաներին ասում են դասալիկ։ Այդ ձեր ցավը տանեմ, լավ, Ալիևը թշնամին է ասում է, հասկացանք, բա մեր ղեկավարները խեն մեզ ասում դասալիկ։ Սպանիկ էլի սաղ օրը դասալիկ, սենց ոնց կլինի։ Դրա համար ես այսօր որոշեցի ստիպված որոշել եմ այս թեման մի հատ կոնկրետ բացատրեմ, էլի ես ինչա կատարվում, չէի ուզում այս մասին խոսալ, բայց ստիպված եմ։ Ես անպայման խնդրում եմ այս տեսանյութը անպայման կիսվեք ձեր էջերում, տարածեք, որ հասնի պարոն վարչապետին եւ բոլոր նիկոլականներին։ Հա, նիկոլականներին ասեմ, սիրելի նիկոլականներ ջան, անպայման այս տեսանյութը նայեք։ Խեմ ասում ջան, պարտադիր, որտեվ դուք եք մերոնքը, մենք ենք սաղս էլ հայ ենք, միազգ ենք, պետքա միաբան լինենք, մեզ այս միաբանությունը շատ կարևոր է։ Այս իմ տեսանյութները, որ նայում եք, տակը մի գրեք այդ հայոյան գրողներին եմ, մի գրեք, որ եթե չի գտնում եք սխալ եմ ասում, ես իմ հաստատված, ապացուցված կարծիքն եմ ասում։ Հիմքերով, հիմնավորված։ Դուք եթե գտնում եք սխալ եմ ասում, տակը ճիշտը գրեք, ինչ համար եք այդ անշնորհքությունները գրում ու վերջ, ասենք, հիմար, հետո բայդի մարդու պահված կա, մեծ մարդու պահված կա, ու փախնում, չեք է պատասխանում գրածներից։ Հիմա, այս թեման դասալիքների, ասեմ ինչա կատարվել ընդհանուր, 20 թվից սկսած, բայց մինչև 20 թիվը մի հատ եկեք հետ գնանք 2016 թվական։ Եվ խնդրում եմ մի հատ հիշեք, ասեք, ով գիտի, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին հայկական կողմը քանի դասալիքա ունեցել, քանի հոգի դասալիք ենք ունեցել, ով գիտի։ Իմ իմացած տվյալներով 0 մարդ դասալիք չենք ունեցել։ Սա ինչի մասին է ասում, որ սա ղեկավարման հարց է։ Հիմա տեսեք, ինչ կատարվավ 20 թվին։ Կոնկրետ ասում եմ, նաև ժամկետային զինծառայողների շարքերում ոչ մի հոգի դասալիք չի գրանցվել։ Ժամկետային զինծառայող դասալիք չենք ունեցել։ Այդ դասալիքները, որ Աննա Հակոբյանը այդքան sense թե ասես 10,000-ից ավել դասալիք, հիմա էլ այտենց ֆրցնում են, այդ դասալիքների հարցը ոնց ա եղել։ Էս էլ ղեկավարության պատճառով ա եղել։ Այդ հասարակ մարդիկ քաղաքացիական մարդիկ, ովքեր զորակոչվել են բանակ, մոբի մասին է խոսքը։ Ինչ որ մի մասը, ահագին մեծականակ, համարյա ամեն օր մեծականակ այդ քանակը կարար հարց լուծեր։ Մարդիկ, ովքեր առաջի անգամ մարդուն, տեսեք ինչ է կատարվում։ Տնից հանել ես, մի 2-3 օրում բերել ես, մցրել ես մարտի դաշտ հրետանու տակ։ Այդ մարդը կյանքում սկի զենք բռնել հազիվ գիտի։ Հրետանին ինչա ինքը չի էլ հասկանում, որն է հրետանին, որն է ինչա խփում իրան, բերեք օխել ես այդ հրետանու տակ։ Շատերը, հա, տենց դեպք եղել է, մարդիկ պսիխոլոգիան մարդու չի դիմացել, վախեցել է, մարդը տեսել է ղեկավարել չկա շատ դեպքերում, ոչ միշտ, բայց շատ դեպքերում անտերի պես ընդեք չգիտի որյան պետք է գնա, ինչա ոնց է, թողե գնացել են տուն։ Իսկ ես որ տուն գնալը, այստեղ է պրոբլեմը, որ վերևից է այս հարցը գալիս, այստեղ է պրոբլեմը։ Հիմա տեսեք, եթե մարդը գնում է տուն, վախեցել է, փախնում է, հա, ասենք թե ձեր ասած բան, ինչ էին անում, գալիս էին հասնում այդ ներքին Խնձորեսկի այդ պոստը, որ արդեն Հայաստանի Արցախի ու Հայաստանի սահմաններ, այդտեղ ոստիկաններ կային, բանը զինվորական ոստիկանությունները դե միշտ չէ կանգնում, գիտեք այդ պոստը, միշտ էլ անցել եք այդտեղով։ Այդ մարդիկ, որ եկե հասել են այդ պոստը, այդ ոստիկանները ընդամենը
Զենքը վերցրել են մարդը, ասում են զենքդ հանձնի, փախել ես, հա, զենքդ հանձնի, դե պատճառը ասում խիա փախել։ Դե ասում է խոսքի անձրև էր գալիս նայրադի, ես շատ գիտեմ ձև չկար, հրամանատար չկար, զենք չկար, զրահ չկար, զինանետեր չկար, փախել եմ ախպեր։ Հա։ Դե ասեն փախել, ասում էին փախել ես, զենքդ ստե հանձնի, գնա տուն ախպեր։ Վայ, կազմակերպված դասալիքություն է սա նշանակում։ Կազմակերպված։ Սա պետք է հասարակ բան, չեմ ասում Ստալինի պես գնդակահարային դասալիքներին, չնայած էդի ու իրոք հարցալուց է պատերազմի ժամանակ 41 թվին, բայց կարելի էր չէ այդ մարդկանց, դա բոլորն է տղամարդ էին, ինքնասիրություն ունեն բոլորն էլ, գնային իրանց ընտանիքին, ինչ ասեին էլի, միս օրը հետ է մեկել, այն մարդիկ պատրաստ էին կռվելու, Պետք էր ընդամենը այդ մարդուն նստեցնել ավտոբուս, հա, մեկ էլ ասեմ, մի հատ էլ պատճառ կար, որ այդ մարդիկ շարքից ելել էին, իրոք շատ մեծ քանակի։ Այդ բացինկեքը, որ տվել էիք, թազակոշտ, այդ վայենի բացինկեքը, սաղի ոտերը արուն լվա էր եղել։ Երևի 50%-ը։ Հայանց այդ դրա համար մարդը, եթե ոտը արուն լվա խփեց այդ բացինկեքը, ոտերը արուն լվա եղավ, էլ շարքից դուրս է գալի այդ զինվոր, էլ всё ինքը չի կարա ոչ մի գործողություն անի։ Ընդել սաղ ոտքով էր, ոչ նորմալ տրանսպորտ էիք տվել, որ ասենք այդ զինամթերք ես կողմեն կողմ տեղափոխելու կամ մարդկանց տեղափոխելու, սաղ ոտով էր, կիլոմետրով ոտով էր։ Ոտերը խփել էր, всё, պետք է այդ ոտերը մի 4-5 օր պետք էր, մի շաբաթ պետք էր, որ ոտերը լավանա այդ մարդու։ Կարելի էր մարդկանց նստեցնել ավտոբուսը, տանել մոտակա չաստում, զորամասում, վերապատրաստել նորից, զենքը պետք չէր ձեռից վերցնել, իրա զենքով, այն զենքը վերցնում էր մարդը արդեն ինքն իրան դառնում էր բան, քաղաքացիական, վերջ, էլ ինքը արդեն զինվորական չի, որ զենքը ձեռից վերցնում ես։ Վերապատրաստել այդ 5 օրում իրանց ոտերն էլ կլավանար, իրանք էլ կդզվեին, մի հատ ուշքի կգային, կհասկանային ինչա կատարվում, արդեն որ գային ընկնեին այդ նույն հրետանու տակ, էլ չէին վախենալու, արդեն երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ արդեն հեշտ է լինում։ Այդ մարդիկ չէին փախնելու, տենց բան չկար, իրանք չէին ուզում փախնեին, ասեմ ես այդ հազարավոր տեսել եմ այդ մարդկանց։ Իրանք ստիպված են գնացել տուն։ Այսինքն, այս քո ղեկավարման խնդիրն էր էլի, չեք կազմակերպել, չես արել։ Հիմա չասեք, ո էդի վարչապետը չպետք է աներ, ես սա կասեմ ով պետք է աներ։ Էդի տեղ, այդ մոբի խնդիր է եղել, այդ Աննա Հակոբյանի ասած այդ 10,000-ից ավել, որ ասեց, մինչև հիմա Ադրբեջանը գոռում է, սաղորն է ասում է դրանից հետո։ Էս էր խնդիրը։ Մյուս հարցը, որ արցախցիքին ասում եք փախածներով եկել եք, փախածներ, այդ 20 թվից է այդ ամեն ինչ է եկել։ 23 թվին այդ արդեն անհնար էր այդ պահը։ 20 թվին ինչ սխալ է կարել, ինչ մի հատ հանցագործ սխալ է կատարվել Հայաստանի ղեկավարության կողմից, նաև Արցախի։ Այդ պատերազմի թեժ օրերին, նաև Շուշիի այդ մարտերից առաջ, ու տենց ամբողջ պատերազմի ընթացքում շատ արցախցիներ, հասարակ քաղաքացիներ, զինվորական չեն, բայց քաղաքացի են։ Ասենք տղամարդը իր ընտանիքին արդեն հասկանում էր, որ վիճակը վատ է, խփում են քաղաքները, հրետակոծվում է այս կողմենքով, նստացնում էին մեքենաները, բերում էին Հայաստան։ Երեխեքին, կնոջը, ծնողներին ծեր, հա, ասենք, ինչի եք դուք թողում, որ տղամարդն էլ այդ, որ պետքա պոտենցիալ հետո զինվորա պետք է պաշտպանի իր քաղաքը, նրան ինչու եք թողում գար Հայաստան։ Քշեք էլա, արջկա, կինը քշել չգիտի, կանանիկ չէին կարում շատ դեպքերում մեքենա քշել։ Տղամարդը քշե բերելա, հասցնում էր Հայաստանի սահման, ավտոբուսները նորից եմ կանգնացնեիք սահմանին, այդ երեխաներին կանաց նստեցնեիք, ծերերին նստեցնեիք ավտոբուսները տանեիք Երևան, թե որտեղ էիք տանում, իսկ այդ տղամարդուն հետ էիք ուղարկում իր քաղաքը, Ստեփանակերտ, Շուշի, մյուս քաղաքները պաշտպանելու իր հայրական տները։ Այդ մարդը գնալու էր պաշտպաներ, չէր կարա չպաշտպաներ։ Բայց շատ դեպքերում որ թողում եք ասահման անցնում է, հետո արդեն էլ հետ շատերը հետ են գնացել, բայց շատերն էլ հետ չեն գնացել։ Այդ հասարակ քաղաքացիներից չես կարա պահանջես, դու պետքա կազմակերպես, որ իրանք կռվեն։ Կազմակերպես, սովորացնես այդ ամեն, եթե դու չես թողել ես դուրս գա երկրից, պետությունից, որտեղ որ կռիվ է, որտեղ հավաք է գնում, տղամարդկանց կանչել են զինկոմիսարիատները, որ դու թողել ես դուրս գա, էլ ինքը արդեն գնում է իր ընտանիքին է սկսում կերակրել, պահել է տենց է։ Հետ ուղարկեիք։
Սիրուն կանանց երեխաներին վերեիք այդ Ստեփանակերտցուն մյուս քաղաքների բնակիչներին ուղիղ իր քաղաքը պաշտպանել, լրիվ նորմալ էր լինելու։ Մենք այս կորուստները չէինք ունենալու, Շուշին չէր ընկնելու, այդ էլ պլյուս, տեսեք նայեք քանի հատ, ասենք բան, կամ այդ մոբը, որ այդքան հետ չգնար, այդքան զորքը շարքում լիներ, էլի խնդիրները լրիվ լուծվելու էր, չնայած այդ էլի շատ խնդիրներ կար։ Լեսի շարքայինների մասին, որ ասում եք դասալիկ, հիմա ասեմ գեներալիտետին։ Երկրի ղեկավարն ասում է գեներալները դասալիկ էին, մի մասը չգիտեմ ում մասին է ասում, փորերը մեծ է, նախ փորն էլ ասեմ, գեներալը, պարոն վարչապետ, եթե դու տեղյակ չես, գեներալը ավտոմատով մարտի դաշտում չի վազում, մարտի դաշտում վազում է մաքսիմում փոխգնդապետը, փոխգնդապետից բարձր արդեն գնդապետը մարտի դաշտում ֆիզիկական գործ չի կարող անի, կամ կրակի, կամ ընդհանրապես իրավունք էլ չունի կրակելու, մտնի առաջնագից կրակի, ինքը պետք է կառավարի, իսկ գեներալը ամբողջ մարտն է կառավարում, մենակ գեներալի ուղեղն է պետք, որ ինվալիդի կռեստոյի վրա էլ նստած լինի, բայց խելքը ստրատեգիչի ամեն ինչը իմանա գեներալը, ինքը մարտը կառավարի նաև ինվալիդի կայլասկի վրան, ասեմ քեզ։ Այդքան գեներալ ունենք, որ ծանր վիրավորված, բայց իրանց խելքը հիմա էլ կարանք օգտագործեն բանակում, բայց շարքերում չեն այդ մարդիկ։ Այդ պատերազմ տեսած գեներալները։ Էդի փորերի հետ ասեմ, այդ որ ասում եմ, sense փորերը 4-5 մետր առաջ, հա, թող 4 մետր առաջ լինի, խելքը գեներալի խելքը լինի, մեզի կառավարի։ Իսկ այդ գեներալները 20 թվին, որ sense եղա, այս չկարացան ղեկավարեն մի քանի կարևոր տեղերում, ոչ որտեղ որ կառավարել են հայրենասեր գեներալներից հզոր բայվո գեներալները շարքում էին, այնտեղ խնդիր չունեցել ամբողջ սահմանի երկայնքով։ Իսկ այն գեներալը, որը չի կարացել մարտը կառավարի, դա ձեր նշանակած գեներալներն են եղել։ Իսկ այն մեր իմացած գեներալները բայվո շարքում չէին։ Կամ դատվում էին, կամ էլ վարկաբեկված շարքից դուրս հանած էին։ Անունները հիմա չտամ, բոլորն էլ գիտեն։ Իսկ քո նշանակած գեներալները, ում որ դրանց տեղը նշանակել էր, այո, կարող է չեն կարացել։ Հա, հենց իրանց պատճառով լիքը խնդիրներ ա եղել։ Մի հոգուն ես անունը անձամբ կարամ ապացուցեմ, որ ինքը դասալիկ գեներալ է, հիմա անունը չեմ տա, բայց որովհետև իմաստ չունի, որովհետև այդ դասալիկ գեներալների մի մասը քո կողքն են, նենա լավ էլ պաշտոնների են, լավ էլ փողեր են ֆրցնում։ Բայց ես վախտը կգա այս իշխանափոխությունից հետո այդ մի գեներալին ես անպայման պատասխանատվության կանչելու եմ։ Հիմա չեմ կարա, որովհետև հիմա քո կողքին է։ Այդ պետության ղեկավարի կողքին է, ոնց կարամ ես հիմա այդ գեներալին ասեմ, սենշի ոնց է, մեկը իշխանձում ես ասա։ Իմաստ չկա։ Ասում են ասողները, բայց ասողին են բան ասում վերջում։ Այդ էլ գեներալները։ Վարչապետի կինը բաժանվավ գնաց, էսի вообще հետաքրքիր էր։ Էլի մինչև այդ հələ հա վարչապետի կիններ, վարչապետի տեղը խոսում էր, ասում էր, բան դասալիքներ 10,000 բան։ Գնաց հիմա էլ sense ես իմ չգիտեմ որտեղից էլի եթերով բան ասեց։ Ասում է այդ լեգենդար հրամանատար գնդապետին կանդազին էլի սկսավ բան ասել, էտուր էր էլի փախած ասեց կարելի համարյա ոնց որ ու ասենք ոնց կարելի է բայվոյ գեներալին գնդապետին ասենք այդպես բան ասել կանդազի անունը հենց հիմա որ լսում են Ադրբեջանում խառնվում են իրար միանգամից այս վերջում որ հայ ինտերնետով Սամվել Կարապետյանի թիմը ցույց տվեց կանդազի հետ որ միացել է բան ամբողջ ադրբեջանական մեդիա դաշտը դա ցույց է տվել ու խառնվել իրար ասեմ ձեզ այսինքն այս մարդը վտանգ է ներկայացնում Իրանից Ադրբեջանի համար իրանք դա հասկանում են ու իրանման ունենք այդպիսի գնդապետներ հարյուրներով գնդապետներ ունենք իրանման որոնք հիմա շարքում չեն ասեմ ձեզ այսինքն այս սաղ այն ամենավերևից է այսինքն այս դասալիկությունը վերևից է եկել հիմա ասեմ քանի որ եկանք հասանք սրան էլի Սասունցի Դավիթը նույն պատմությունը առուց մեհեր ձենով ոհան դասալիկը ամենավերևի գլխավոր հրամանատարն է դրա համար էլ այս վիճակի այսքան անհաջողությունների ենք հասել ոնց ուզում եք սա մեկտաբանեք ոնց ուզում եք հասկացեք միտքը սա է
Եթե վերևից ամենաբարձր ղեկավարը սխալ լավ մեղմ ասեմ, սխալ քայլեր արած չլներ, այս վիճակին չէինք լինելու։ Վերջ։ Ես մյուսների պես չեմ ասում, չգիտեմ, գործակալ Ադրբեջանի գործակալ, չգիտեմ, դավաճան մեղմ եմ ասում, որ քանի որ ես չեմ կարող ապացուցեմ դա, չունեմ այդ ապացույցը, բայց որ վերևից ամենաբարձր ղեկավարը, գերագույն հրամանատարը սխալներ է արել մինիմում, կակ ամենաքիչը, դա հաստատ է, դրա համար էլ էս վիճակին է եղել։ Հա, ես հասկանում, բայց իմ կարծիքով մի հատ էլ ասեմ, իմ կարծիքն եմ ասում։ Երևի Փաշինյանը չէր ուզենա, որ մենք Արցախը կորցնեինք, քանի որ ինքը այն պատերազմի ընթացքում լրիվ ուրիշ հրամաններ էր տալի մեզ, լրիվ ուրիշ բաներ էր ասում։ Իմ կարծիքով, եթե եսին դուք էլ գրեք, տեսեք ինչ կմտածեք, եթե մենք ճեղքումը չլիներ, մենք մինչև վերջ ապրիլյանի պես կարողանայինք պահեինք Արցախը, ոչ մի կորուստներ չունենայինք, ինչ եք կարծում, Փաշինյանը հիմա այն փոքր Հայաստանի քարտեզներ խփելու դոշին մանգար, թե Արցախն էլ հետը։ Գրեք էդի կոմենտարներում, հետաքրքիր է էլի, կամ Փաշինյանին էլ այդ հարցը կուզենամ տամ։ Եթե քո հրամանով դու ես պաշտպանեինք մենք Արցախը, այդ հրամանը դու տվել ես, մինչև վերջ ամեն ինչ նորմալ ելներ։ Արցախի դրոշը կհանեիր, կառանձնացնեիր, Հայաստանի դրոշից խփեիր դոշիտ մանգայր, թե իրար հետ ես հիմա խփեիր։ Շատ հետաքրքիր հարց է։ Լավ, այսքանը ժողովուրդ ջան, բերեք համերաշխ լինենք, իրար չհայհոյենք։ Կարծիքներ ասեք, ճիշտ ասեք։ Հիմա ես էս ինչ որ ասեցի, հիմնավորված բան եմ ասում, որը կարամ ապացուցեմ։ Ոչ մեկին անձնապես չեմ ուզում վիրավորել, ոչ Փաշինյանին, ոչ ՊՆ նախարարին, ոչ մեկին, ոչ ինչ որ մի գեներալի, ոչ մեկին։ Բայց սխալները արվել է, եթե սխալ չենք արել, լավ, ոչ մեկս չենք սխալվել։ Դավաճանությունը չեմ ասում, դավաճան ասեմ բոլոր պատերազմների ժամանակ դավաճան լինում է։ Բայց դավաճանին գտնում են, հանում են, գնդակահարում են։ Սխալներ, որ դավաճանին չեք գտել, էդ էլ է սխալ, չէ՞, թե թուլություն։ Եթե բոլորս անսխալ ենք, ես սխալ չեմ արել, դու սխալ չես արել, Փաշինյանը սխալ չի արել, բայց խի եկանք հասանք այսօրը, հիմա Փաշինյանը մի կտոր քարտեզնա կպցրե դոշին։ Օրինակ ես անձամբ ես առաջի մեղավոր ինձ եմ ճանաչում։ Այդ հողի տարածքի կորուստի համար ես ինձ եմ ճանաչում, որ չեմ կարացել հենց անեմ այդ դավաճանին խփեմ գլխից, եթե եղել է, չգիտեմ, միտեղ մի բան պակաս եմ կրակել, միտեղ մի բան պակաս եմ տարել, արել, չգիտեմ, մարդկանց չեմ կարացել ճիշտ բացատրեմ։ Ես ինձ եմ առաջինը համարում, հետո նոր սկսում եմ փնտրել մյուս մեղավորների։ Բայց որ իսկ Փաշինյանը հիմա ասենց թիրախավորում է մեզ, ասում է ասենց եք, ընենց եք, փախածներ, սենցներ, ինք իր սխալները փակելու համար։ Պարոն Փաշինյան, սխալները խոստովանելը ամենահզոր բանն է, եթե խոստովանեք սխալները, մեզ էլ բացատրեք, ինչ է, ահագին խելքի կգանք, ահագին կդզվենք։ Բայց դու ոչ մի սխալ չես ուզում խոստովանես, ոչ մի սխալ։ Մենակ սաղին ասում ես դուք փախած եք, դուք դասալիկ եք, ես գեներալը սենց արեց, էնի սենց արեք, էսի թալան, էսի տարավ։ Բա քո սխալները։ Բայրակտարի պաշտպանվելու հարցը չես լուծել, դու գնացել ուրիշ ծախսեր ես արել ՊՆ-ի հետ կապված։ Բայց դա սխալ չես ուզում ասես, որ սխալվել եմ, ժողովուրդ ջան, գնացել սամոլյոտ եմ առել, ՊՎՕ չեմ առել հատուկ։ Հասարակ բան, սխալվել ես թե չէ։ Ես մի հատ հասարակ բան եմ ասում։ Մնացածը դուք գցեք բռնեք։ Այսքանը, հաջողություն ձեզ, շնորհակալ եմ։ Խնդրում եմ կիսվեք այս տեսանյութը։